տանը առօրյայում կան օրինակ քայլեր, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր երեկո ոտնաթաթ առողջ եւ ճիշտ վիճակում պահելու համար։ Միանշանակ գոյություն ունեն բարդություններ, որոնք հենց կրնքի ցավի դեպքում նույնպես ցուցված են, գոյություն ունեն հատուկ թերապիաներ, հարվածալիքային թերապիաներ, գոյություն ունեն մասաժներ, հենց ոտնաթաթի հետ կապված պետք է երբ մենք ունենք գանգատներ, իսկ գանգատների առաջին հենց կետը հոգնածությունն է։ Շատ հաճախ մարդիկ թողում են հասնում է այն աստիճան, երբ ցավն է գանգատը, բայց մինչև ցավ ունենալը բոլոր մարդիկ, ովքեր ունենում են վերջնական ցավ, սկզբնական հատվածում ունենում են հոգնածության զգացում։ Հենց այդպես էլ ոչ մեկ քրոնիկ հոգնած ոտքերի համախտանիշ, սակայն դրան ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, ասելով այսօր շատ եմ քայլել, կամ ոտքի վրա երկար մնացի, դե ոչինչ, հիմա sense կլինի կանցնի, բայց ինքն իրեն չի անցնում։ Պետք է այդ ընթացքում գոնե կատարվեն վարժանքներ, բարդություններ, որոնք պետք է ոտնաթաթի մկանային համակարգի զարգացման համար պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել կոշիկներին, որոնք կրում են, եւ կոշիկների մեջ առկա ներդիրներին է պետք ուշադրություն դարձնել, ինչին գրեթե ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Սակայն փոքր ինչ փոփոխությունը ոտնաթաթի համար մեծ էֆեկտիվություն կարող է լինել, եւ երբ ունենում ենք փոփոխություն ոտնաթաթի հենման կետերի համար, ունենում ենք նոր ֆունդամենտ ամբողջ մարմնի բիոմեխանիկայի համար։